Փորձանքը վերելուց հետո եք ասում։ Դուք պատերազմի կուսակցություն եք, այո, երբ որ ընտրություն ա եղել պատերազմի թե խաղաղության միջև, դուք ընտրել եք պատերազմը։ Եվ ես վստահ եմ, որ դուք միջև հիմա նույն ծայրահեղական դիրքորոշ։ Իսկ բացի ձեզնից խաղաղության կուսակցություն կա ստեղ։ Իհարկե չէ։ Ով համաձայն է պարոն Կարապետյանի տեսակետի հետ Ղարաբաղի հարցում, որտեղ թող մնա ստեղ։ Ով որ դեմ է, թող գա այս կողմը։ Դուք համաձայն եք Կարապետյանի հետ։ Ուրախ եմ, դուրս։ Այս ավելի ճիշտ է բանը։ Իսկ բացի ձեզնից խաղաղության կուսակցություն կա ստեղ։ Իհարկե չէ։ Դուք համաձայն եք Կարապետյանի հետ։ Ուրախ եմ, դուրս։ Այս ավելի ճիշտ է։ Ասում եմ, ասենք եթե ասած լինեին 2018 թվականին միջև պատերազմը, ես կծափարեի, կգնայի։ Անմար 20 թվից հետո ենք ասել գնանք ընկնենք այդ անդունդը։ Թույլ տվեք խոսենք։ Մենք կարծում ենք, որ ես անձամբ կարծում եմ, որ իմ մոտ տպավորություն ամենայն դեպս, որ ինչ որ պարոն Կարապետյանը եւ ՀԱԿ-ը առաջարկում են, դա կապիտուլյացիա է, դա խաղաղություն չի։ Մինչև 2020 թվականը հայ քաղաքական մտքի, այս ձեր ասած բառերը ընդհանուր առմամբ հայ քաղաքական մտքի ամլության եւ փակուղայնության եւ պարզունակության բանն են։ Ասում են սատանան մանրուքների մեջ է, նայած ինչ գնով։ Մենք կարծում ենք, որ ես անձամբ կարծում եմ, որ իմ մոտ տպավորություն ամենայն դեպս, որ ինչ որ պարոն Կարապետյանը եւ ՀԱԿ-ը առաջարկում են, դա կապիտուլյացիա է, դա խաղաղություն չի։ Ուրեմն մեր ամբողջ հայ քաղաքական միտքը հանգեցրել է Ըլը չեմ մեղադրում կոնկրետ մեղավորների, հանգեցրել է 2020 թվականի աղետին։ Դրանից հետո մի մասը ասում են ժողովուրդ ջան, այս ճանապարհով չի կարելի գնալ, այս ճանապարհով անընդհատ գնում են գլուխներս խփում ենք պատին, գնում են գլուխներս խփում ենք պատին։ Մեզ պետքա փոխել ճանապարհը, հաստատել խաղաղություն եւ համագործակցություն հարևանների հետ։ Որովհետեւ այս պայմաններում մեր դիմացի պետությունը, այսպես ասեմ, եթե ոչ ավելի կոպիտ, հա, չարտահայտվելու համար, մեր մյուս պետությունը, որի հետ մենք գործ ունենք, պատրաստ չի փոխզիջումների, պատրաստ չի հաշտության եւ բարիդրացիության, եւ դրանից ելնելով մենք այժմ այս պահին անիմաստ ենք համարում նաեւ այլ պատճառներ, այսինքն ոչ միայն դրանից ելնելով, նաեւ այլ պատճառներ հաշվի առնելով, այդ թվում Ղարաբաղի չներգրավվածություն, բանակցություն եւ այլ հազար բան հաշվի առնելով, մենք այս պահին անիմաստ ենք համարում ջանքերի վատնումը այդ ուղղությամբ։ Դուք պատերազմի կուսակցություն եք, այո, երբ որ ընտրություն ա եղել պատերազմի թե խաղաղության միջև, դուք ընտրել եք պատերազմը։ Որ այն հարցը, որը սլոգանի տեսքով Հայ ազգային կոնգրեսը եւ ՀԺԿ-ն բերել են ընտրարշավի, խաղաղություն, բարեդրացիություն, չէ, հաշտություն, անձամբ ես եւ ես վստահ եմ, որ ելքդաշինքում շատ գոլեգաներ չեն համարում հայաստանյան հասարակության արժեվ ծառացած օրակարգային թիվ 1 խնդիր եւ դա չի, որ պետքա լինի ընտրությունների ընթացքում, այս ընտրարշավի ընթացքում մեր լոկոմոտիվը։ Մինչև 2020 թվականը հայ քաղաքական մտքի, այս ձեր ասած բառերը ընդհանուր առմամբ հայ քաղաքական մտքի ամլության եւ փակուղայնության եւ պարզունակության բանն են։ Բազիսայինա լինելու այն, թե ինչ փաստաթուղթ է դրված բանակցություններին եւ բարիդրացիություն, հաշտություն, խաղաղություն կլինի, թե չի լինի եւ կլինի ստորագրվեց անմիջապես։ Ես կարծում եմ, այսպիսի մարդիկ կարծողները մենակ դիլետանտը կարող է ասի, որ պայմանագիրը ստորագրելուց հետո չի լինի խաղաղություն ու հաշտություն, որովհետեւ պայմանագիրը նախատեսում է բոլոր հարցերի սենց կարգավորում եւ ասում եմ, ասենք եթե ասած լինեին 2018 թվականին միջև պատերազմը, ես կծափարեի, կգնայի։ Անմար 20 թվից հետո ենք ասել գնանք ընկնենք այդ անդունդը։ Թույլ տվեք խոսենք։ Ես չեմ հավատում ձեր համոզմունքներին։ Ես միտում եմ տեսնում պարոն Կարապետյանի եւ ՀԱԿ-ի կողմից զուտ նախընտրական հաշվարկներով խաղալ այն մարդկանց ձայների վրա, ում երեխաները սահմանին են եւ շանտաժ անել, ասել մեր երեխաներին ուղարկում եք զոհվելու, մեր երեխաները մեր զինվորներն են եւ ծառայում են դանուկ։ Մերիք եղավ։ Դա գոյություն չունի, մենք խաղում ենք։ Երեք Եթե տեսակետը չլսեցի, որն է։ Անպայման բանակցություններ եւ փոխզիջումներ, բայց այն պարագայում, ինչ է նշանակում փոխզիջում մեր կողմից։ Այն պարագայում, երբ որ երկու կողմը կտրամադրվեն նստելու բանակցության սեղանի եւ փոխզիջման։ Այո, սա է ստատուս կվո։ Հայաստանի արտաքին քաղաքականության գրանցած ձախողումները պայմանավորված էր միշտ եղել նրանով, որ երբ որ ԿՊ-ի նեղ կուսակցական շահերը բախվել են մեր պետական շահին, պետական շահերը զոհաբերվել են։
Փորձանքը վերելուց հետո եք ասում։ Դուք պատերազմի կուսակցություն եք, այո, երբ որ ընտրություն ա եղել պատերազմի թե խաղաղության միջև, դուք ընտրել եք պատերազմը։